3 հունվարի 15-ին երեկոյան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հարակից տարածքում, կանաչապատ տարածքում տեղի ունեցել մի դեպք, ոստիկանության ծառայողները գվարդիայի նկատել են քաղաքացու, ով կասկածելի վարքագիծ է դրսևորել։ Կասկածելի վարքագիծը դրսևորվել է նրանով, որ քաղաքացին կանաչապատ հատվածում ինչ-որ բան է որոնելիս եղել, փնտրելիս, եւ երբ ոստիկանության գվարդիայի ծառայողները մոտեցել են, վերջինս անմիջապես նստել է մեքենա եւ փորձել է դիմել փախուստի։ Ոստիկանության գվարդիայի ծառայողների կողմից ներկայացվել է օրինական պահանջ կանգնացնել ավտոմեքենան, որովհետև փախուստի ոստիկանին հանկարծակի նկատած փախուստի կամ թաքնվելու փորձ կատարող քաղաքացուն բերման ենթարկելու իրավական հիմքերը արդեն իսկ առկա են առանց արարքը նույնիսկ կատարելու։ Եվ այս առումով քաղաքացին նստել է մեքենան, ոստիկանները փորձել են մեքենան կանգնեցնել, վարորդը վարել է արագ կտրուկ վարել է մեքենա, որի ընթացքում վրայերթի ենթարկել ոստիկանության գվարդիայի 2 ծառայողի, ծառայակից մյուս աշխատակիցները գործադրել են հրազեն, այսինքն նախ կատարվել է նախազգուշական կրակոց, որից հետո վարորդը կանգ չի առել, դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ շատերի համար կյանքի եւ առողջության համար վտանգավոր իրական իրավիճակ ստեղծելով վարել է մեքենան։ Այդ իրավիճակում ոստիկանության գվարդիայի ծառայողները կրակոց են ուղղել արդեն տրանսպորտային միջոցի անվադողերի ուղղությամբ, իրականացել են հետապնդում, որի արդյունքում հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է։ Վրայերթի ենթարկված ոստիկանները ստացել են համապատասխան բժշկական օգնություն եւ դուրս գալվել։ Առողջական վիճակը բավարար։ Ինչ վնասվածքներ են։ Վնասվածքները ոտքի վնասվածքներ են, ոտքերի վնասվածքներ են, կոտրվածքներ չկան։ Այսինքն վերադարձել են ծառայության։ Այո, վերադարձել են ծառայության, իհարկե որոշակի բուժական process պետք է անցնի։ Մեքենայում հայտնաբերվել է թմրամիջոց, իհարկե փորձաքննությունը արդեն թմրամիջոցի տեսակը կտա, ես այս բանը չեմ հնչեցնի, բայց դա այն այսպես ասած ծանր տեսակի թմրամիջոցների 10-10-ով թմրամիջոց։ Այսինքն փորձել են տեղադրել, թե վերցրել են։ Իրենք ըստ էության դա քննությունը կպարսի, տպավորությունը այնպեսին է, որ փորձել են ձեռք բերել, բայց իրենց մոտ նաև եղել է արդեն իսկ ձեռք բերած են եղել երևի թե այլ վայրերից, դա արդեն կպարսվի, կբացահայտվի։ Այո, նշեցիք ծանր տեսակի թմրամիջոցը, ինչի մասն է խոսքը, կխնդրեմ մանրամասներ։ Նախնական կարող եմ ասել, որ փոշենման զանգված է, իհարկե արդյունքները բարձր լինելու փորձաքննության արդյունքում, բայց արտաքնապես նման է կոկային տեսակի թմրամիջոցի։ Ոստիկանության գվարդիայի ծառայության մեկնարկից ի վեր մինչ օրս ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են հանցագործության 146 դեպք, որոնցից 69-ը համայնքային ոստիկանության հետ համատեղ ծառայության ընթացքում, այդ դեպքերից են օրինակ կողոպուտի, թմրանյութերի ապօրինի շրջանառության, զենք զինամթերքի հայտնաբերման, խուլիգանության, սառը զենքի մարմնական վնասվածքներ պատճառելու եւ այլ դեպքեր։ Ամփոփելով ուզում եմ ասել, որ ոստիկանության գվարդիայի ծառայողները ցանկացած իրավիճակներում շատ կտրուկ արձագանքելու են ցանկացած հանցագործության եւ իրավախախտման, սակայն գործելու են նոր մշակված ուժի գործադրման չափորոշիչներով։ Ուզում եմ տեղեկացնել, որ միջազգային փորձի ուսումնասիրմամբ եւ հիմք ընդունելով նաեւ անձի իրավունքների եւ ազատությունների երաշխավորված պաշտպանությունը մշակվել է ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտացված կարգ, որը հնարավորություն է տալիս, այսպես ասած, որպեսզի մեր հեռուստադիտողների համար ավելի մատչելի ներկայացնեմ, մի կողմից թույլ է տալիս կտրուկ արձագանքել, գործել օրենքի ողջ խստությամբ, բայց մյուս կողմից երաշխավորում է անձի իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, այսինքն այստեղ գործ ունենք եւ իրավաչափության եւ համաչափության եւ ամենակարևորը արդյունավետության հետ հասնում ենք նպատակին բոլոր այն նվազագույն միջոցների գործադրմամբ, որոնցով կարող ենք հասնել։ Այսինքն ուժի վերազանցում այս չափորոշիչներով, որոնք ըստ էության ցանկացած իրավիճակում ոստիկանության գվարդիայի ծառայողի եւ ընդհանրապես ոստիկանների գործողությունների համար բանաձև են, հնարավոր չէ։